Այսօր քարոզարշավի վերջին օրն է։ 29 օր տևած ընտրարշավը աչքի ընկավ կոշտ քաղաքական բառապաշարով, անձնական վիրավորանքներով, աննախադեպ կալանավորումներով, ծեծով, սանկցիաներով։ Հիմա այ համբալ, ինչ ունես դրա հետ։ Այ համբալ։ Քարոզարշավի առաջին օրերից կիրառված կզացնել եւ սատկացնել արտահայտությունները ամրապնդեցին իրենց դիրքը նաեւ մնացած օրերին։ Քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի հիմնական գիծը շարունակեց մնալ խաղաղություն կամ պատերազմ հակադրությունը։ Հիմնական թեզը այս փուլում խաղաղության պահպանումն էր եւ նոր ճանապարհների ու լոգիստիկ հնարավորությունների բացումը, սակայն նոր հնարավորությունները դեռ չբացված հին ուղղությունը Ռուսաստանը փակեց մի շարք մթերքների արտահանումը իր տարածք։ Լոլիկները, պղպեղները, ելակները մնացին Հայաստանում։ Ռուսական կողմը սահմանափակումները հիմնավորում էր բուսասանիտարական խախտումներով։ Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք։ Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես։ Ամենօրյա եւ սովորական դարձած այս կամ այն ընդդիմադիր ուժի աջակիցներին վերաբերվող խոզարկությունների ֆոնին ցցուն է կալանավորված Արթուր Օսիպյանի դրվագը։ Փաշինյանի հետ լեզվակռվից հետո ձերբակալվեց, ապա 2 ամսով կալանավորվեց արցախցի քաղաքական գործիչը։ Արթուր Օսիպյանը արդեն 18 օր է հացադուլ է հայտարարել։ Փաշինյանից ներողություն է պահանջում իրեն փախած անվանելու համար։ Բազմաթիվ քաղաքական ուժեր, անհատ մարդիկ դատապարտեցին դեպքը։ Ասացի, որ անժամկետ եմ նստում, մինչև մեր պահանջը կատարվի։ Եթե լիներ քաղբանդարկյալից ավելի բարձր ստատուս, ես կհամարեի, որ Արթուր Օսիպյանը քաղբանդարկյալից մի լեվել ավելի բարձր է։ Փաշինյանը անցած բոլոր ելույթներում նշեց Ղարաբաղի հարցի սխալի եւ էջի փակման կարեւորության մասին։ Եվ այո, ես այդքան համարձակություն եմ վերցրել, ասելու, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, ժողովուրդ, եւ մենք պետք է դադարեցնենք, շարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ուժեղ Հայաստան դաշինքի հիմնական նպատակը մնաց նույնը։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում խոսեց իշխանափոխությունից եւ ուժեղ պետությունից։ Քարոզարշավը կառուցված էր տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի անձի շուրջ։ Ինչի համար մենք պայքարելու ենք, ոչ մի 300,000 ադրբեջանցի չենք թողելու մտնեն Հայաստան։ Վերջին օրերին ուժը աչքի ընկավ 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման ահազանգի թեմայով եւ Սաֆարովի կանխարգելման օրենքի առաջարկմամբ։ Դու նույնպես կարող ես քո ստորագրությամբ կանխել Սաֆարովների մուտքը Հայաստան։ Շարունակվեցին ձերբակալություններն ու խուզարկությունները դաշինքի ներսում։ Կուսակցության աջակից Ալիկ Ալեքսանյանը կալանավորվեց։ Այս ամեն ինչ այս իշխանությունների վախի արդյունքն է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ավելի շատ խոսում էր մարդկանց սոցիալական վիճակի, գների, աշխատատեղերի եւ տնտեսության մասին։ Այս ժամանակահատվածում ամենակննարկված թեմաներից մեկը Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունն է։ Փաշինյանը մի քանի ելույթներում խոսեց Ծառուկյանի ունեցվածքի եւ բիզնեսների մասին, հայտարարելով, որ մինչեւ 2031 թվականը նրա առանձնատունը պետք է դառնա տարեցների խնամքի կենտրոն։ Գագիկ Ծառուկյանին սարի գլխին ցարկած տունը պետքա ծերերի խնամքի կենտրոն դառնա։ Ես ասել եմ առաջինը ես չեմ սկսում։ Մարդիկ ասում են պատասխանը ստանում են։ Օրեր առաջ կալանավորվեց ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը, մեղադրանքը պետական դավաճանություն։ Հունիսի 3-ին էլ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ, իրեն հանցագործ, շպիոն եւ գործակալ անվանելու համար։ Ամենակննարկված արտահայտություններից մեկը Թող գա իր խոդով մտնի առույցի բունը ու դուս գա։ Էնել որ ծառույցի։ Հայաստան դաշինքը ամենաշատը խոսեց անվտանգությունից, Ռուսաստանի հետ հարաբերություններից եւ իշխանափոխությունից։ Քոչարյանը քննադատեց իշխանության մի կողմից Եվրամիությանը մոտենալու, մյուս կողմից ռուսական շուկաներից կախված մնալու քաղաքականությունը։ Քոչարյանը հայտարարեց, որ գործող իշխանությունը երկիրը հասցրել է անվտանգային աղետի եւ փորձում է սեփական ձախողումները բարթել նախկինների վրա։ 28 միլիարդ դրամ ժողովրդին սարքել են տուգանքի մատերիալ, քանի անգամ ավել, այսա լավ է անում, ժողովուրդ ջան, ինքը ձեզ նայում է իսկապես որպես տուգանքի մատերիալ, նայում է ոնց կարելի է քերթել։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը Էդմոն Մարուքյանի հետ անցնող օրերին պայքարեց բացարձակ իշխանության դեմ։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում Մարուքյանի թիմը հատուկ ձեռագրով ներկայացավ։ Գնում էր թեմատիկ վայրեր, բարձրաձայնում ոլորտային խնդիրներ, դատախազությունից մինչև կառավարության շենք եւ մայրաթոռ։ Բացարձակապես, տեսեք, իրանց բանն է, էլի, ստրատեգիան է, ամեն ինչ թարս ներկայացնելու, չէ՞։ Ասենք ցանկացած բան թարս ներկայացնում է։ Աշխարհածուռա։ Հա, աշխարհածուռա իրանց համար, ասենք մարդուն իրանք ծեծում են, վերջում այդ մարդն է դատվում բան։
Ոչ Այս ժամանակահատվածում միասնության թևերը աչքի ընկավ անվտանգության, սահմանների, արցախցիների իրավունքների եւ իրավական պետության մասին խոսույթով։ Արման Թաթոյանը փորձեց իրեն ներկայացնել որպես ներկա եւ նախկին իշխանություններից տարբերվող երրորդ բևեռ։ Հիմնական խոսույթը ազգային անվտանգություն եւ սահմանների պաշտպանություն, Արցախի հայերի իրավունքների պաշտպանություն, իրավական եւ մասնագիտական կառավարում, պոպուլիզմի փոխարեն։ Գիտեք, ամեն ինչ անելու ենք միջազգային օրակարգը լցնելու համար մեր խնդիրներով։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ բարթելիստիներին ասել, հանգարտ չմտածեք, հանգարտ չնեղվեք որևէ հարցից։ Բոլոր հարցերի լուծումները կան, ժողովուրդ ջան։ Ջուրծեծոցից միջև Մոկտաշոցի, դիվան քշելուց միջև գործ կարելու համբերության բաժակ։ Քարոզարշավի ընթացքում ակցիաների համար մրցանակը գնում է իհարկե բոլորին դեմ եմ կուսակցությանը։ Մենք կարծում ենք իհարկե, որ Արթուր Օսիպյանից բացի Հայաստանում էլի կան քաղբանտարկյալներ, որոնց նկատմամբ գործերը տարբեր կերպ կարվել են։ Դուրս ենք եկեք քարոզարշավի հունիսի 1-ին, համել երեխեքին ուրախացնելու։ Այս չարս պայդրնելն է։ Սկզբից միջև վերջ կուսակցության հավակնությունները չփոխվեցին։ 100 օրվա իշխանություն է միայն ուզում։ Այդքան օրում կփոխվի ընտրական համակարգը, հետո կլուծարվի եւ նոր ընտրություններ կնշանակվի։ Եթե բոլորին դեմ եմ կուսակցությունը ուշադրություն էր գրավում ակցիաներով, նոր ուժի վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը առանձնացավ Facebook-յան ռիլերով։ Հաստատ Հիսուսն է, հրաշքն երեսին Հիսուսն է, հաստատ։ Ո՞լ է հրաշարական չի տա, առանց հաց կմնամ, առանց լույս կմնամ, առանց գազ կմնամ, ես Նիկոլ եմ ու Նիկոլ էլ կմնամ, ես։ Կուսակցությունը ուշադրություն հրավիրեց քաղաքային կառավարման, կոռուպցիայի, պետական կառավարման արդյունավետության եւ նոր քաղաքական մշակույթի թեմաների վրա։ Հանրապետության կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը այսօր գրավոր հարցումով դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողով արգելելու Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան դաշինքի մասնակցություն ընտրություններին։ Ուժեղ Հայաստան դաշինքի մասնակցություն ընտրություններին արգելելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու առաջարկն արել էր Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին։